Ողջույն սիրելի երկրորդ դասարանցիներ, շարունակում ենք դասապատրաստման աշխատանքները։ Մաթեմատիկայից այսօր կասենք 10-ի բազմապատկում, բաժանում 10-ի։ Այս ընթացքում մենք հաճախակի ենք տասնյակներով հաշվել աճման և նվազման կարգով։ Մեկ անգամ ևս կրկնում ենք, հաշվում ենք 10-ից մինչև 100-ը։ Դա աճման կարգով է 10, 20, 30, 40, 50, 60, 70, 80, 90, 100։ Հիմա հաշվում ենք նվազման կարգով 100, 90, 80, 70, 60, 50, 40, 30, 20, 10։ Այս հաշվարկները բավականաչափ օգնում են երեխաներին աղյուսակը լավ սովորելու համար։ Միաժամանակ նաև կրկնում ենք երկարության չափման միավորները։ Մենք ասում ենք, որ երկարության չափման ամենափոքր միավորը միլիմետրն է, հետո սանտիմետրը, հետո դեցիմետրը, հետո մետրը։ Հետագայում կսովորենք նաև կիլոմետրը։ Կանոնի վրա ցույց ենք տալիս 1 միլիմետրը։ 0 կետից մինչև առաջին գծիկը եղած հատվածը 1 միլիմետրն է։ Նայում ենք 1 սանտիմետրին և հաշվում 1 սանտիմետրի մեջ քանի 1 միլիմետր կա։ Հաշվենք 1, 2, 3, 4, 5, երկար գծիկ է տեսեք, 6, 7, 8, 9, 10։ Սա 1 միլիմետր է, իսկ սա 1 սանտիմետր, որը հավասար է 10 միլիմետրի։ Այժմ նայենք այս թվային աղյուսակին և 0-ից մինչև 100 թվերը նայելով հաշվենք տասնյակներով։ 10, 1 անգամ 10 հավասար է 10-ի, 2 անգամ 10, այսինքն 10-ին գումարած 10 հավասար է 20-ի, 3 անգամ 10, 3 հատ 10 գումարելիս ստանում ենք 30 և այսպես մինչև 100-ը հաշվում ենք։ Այժմ բանավոր առաջադրանքները կկատարենք գրքում, իսկ գրավոր առաջադրանքները աշխատանքային տետրում։ 129 համարը շարունակելով միմիյց լրացնենք աղյուսակը։ Վերևի շարքում տրված թվերը պետք է բազմապատկել 10-ով, պատասխանները գրել ներքևում։ 1 անգամ 10 հավասար է 10-ի, 2 անգամ 10 հավասար է 20-ի, 3 անգամ 10 հավասար է 30-ի։ Եթե նկատեցիք երեխաներ, գրում ենք այս թիվը 10-ով բազմապատկելու դեպքում, կողքին ավելացնում ենք 0 միավորը, 3 տասնյակը հավասար է 30-ի, 4 անգամ 10 հավասար է 40-ի կամ 4 տասնյակի, 5 անգամ 10 հավասար է 50-ի, բավական է գրել 5 կողքին ավելացնելով 10-ի 0-ն, 6 անգամ 10 հավասար է 60-ի, 7 անգամ 10 հավասար է 70-ի, 8 անգամ 10 հավասար է 80-ի, 9 անգամ 10 հավասար է 90-ի և 10 անգամ 10 հավասար է 100-ի։ Այժմ մի քանի նախադասությամբ ներկայացնենք, թե ինչպես կարողացանք 10-ի պատիկ թվերը հեշտությամբ հաշվել։ Խոսքի մեջ կօգտագործենք կլոր տասնյակ, պատիկ, անգամ, տասնապատիկ բառերը։ 2-ի տասնապատիկը 20-ն է։ Եթե 3-ը մեծացնենք 10 անգամ, կստանանք 30։ 50-ը կլոր տասնյակ է։ 50-ը պատիկ է 5-ին և 10-ին։ Տեսեք, մենք մեր խոսքի մեջ օգտագործեցինք բոլոր այս բառերը։ Այժմ կատարում ենք առաջադրանք 138-ը։ Պարկում կա 3 կարմիր և 3 կանաչ խնձոր։ Պարկում կմնա արդյոք կարմիր խնձոր, եթե նապաստակները պարկից 4 խնձոր վերցնեն։ Երեխաներ, որպեսզի մենք կարողանանք գուշակել, պետք է հիշենք 4-ի կազմությունը։ 4-ը կազմված է 3-ից և 1-ից, 2-ից և 2-ից, 1-ից և 3-ից։ Հիշում ենք և նկատում ենք, որ կարմիր խնձորները 3-ն են։ Եթե նապաստակները պարկից հանեն 3 կարմիր խնձոր և 1 կանաչ խնձոր, այդ դեպքում պարկում կարմիր խնձոր չի մնա, իսկ մնացած բոլոր դեպքերում կմնա կարմիր խնձոր։ Եթե 2 կարմիր 2 կանաչ հանեն, կմնա 1 կարմիր և 1 կանաչ։ Եթե 1 կարմիր և 3 կանաչ հանեն, ապա կմնա 2 կարմիր խնձոր։ Սա էլ այս առաջադրանքի բացատրությունը։ Այժմ 139 համարը կատարենք, պարզենք ժապավեններից յուրաքանչյուրի երկարությունը։ Տեսեք,
Ինչպես են երեխաները գրել, 0-ից 1 սանտիմետրը դա 1 սանտիմետր է և 10 միլիմետր։ 7 միլիմետրը, տեսեք կարմիր շերտիկը 7 միլիմետր է, վրան գրված է 7 միլիմետր։ Կանաչ ժապավենը 6-ից մինչև 8 սանտիմետր և 5 միլիմետր, այսինքն 2 սանտիմետր 5 միլիմետր, որը հավասար է 25 միլիմետրի։ Հիմա նույն ձևով մենք կատարելու ենք ներքևի առաջադրանքը և ժապավենների վրա հաշվելու և գրելու ենք նրանց երկարությունը։ Կանաչ ժապավենը 6 սանտիմետր է կամ 60 միլիմետր, կարմիր ժապավենը 4 սանտիմետր է կամ 40 միլիմետր, մյուս կանաչ ժապավենը 4 սանտիմետր 3 միլիմետր կամ 43 միլիմետր և կապույտ ժապավենի երկարությունը 70 միլիմետր կամ 7 սանտիմետր։ Նույն ձևով չափումները պիտի կատարենք և հատվածների երկարությունները հաշվենք։ Սև հատվածի երկարությունը 66 միլիմետր է, կանաչինը 20 միլիմետր, կապույտինը 50, կարմիրինը 74 միլիմետր և ամենաներկևի հատվածի, սև հատվածի երկարությունը 32 միլիմետր է։ Այժմ անցնենք աշխատանքային տետրի առաջադրանքներին։ Առաջադրանք 128-ը, հաշվենք արտահայտության արժեքները։ Մենք բանավոր աշտեն կատարեցինք, դասագրքում բացատրեցինք ինչպես պիտի գրվի 4 անգամ 10-ը հավասար է 40-ի, 4-ատ 10-ը եթե գումարենք կստանանք 40, կամ որ ավելի հեշտ է, եթե թիվը բազմապատկում ենք 10-ով, բավական է գրել այդ թիվը կողքին ավելացնելով 10-ի 0-ն։ Տեսեք 4 կողքին 0 40, 3 անգամ 10-ը, 3 տասնյակ 0 միավոր 30։ Նույն ձևով երեխաները կատարում են հաջորդ համարները։ 132 համարը սանտիմետրը վերածելու ենք միլիմետրի, 2 սանտիմետրը հավասար է 2 տասնյակ 20 միլիմետր, 3 սանտիմետրը 30 միլիմետր, 6 սանտիմետրը 60 միլիմետր, 4 սանտիմետրը 40 միլիմետր, 5 սանտիմետրը 50 միլիմետր և 10 սանտիմետրը հավասար է 100 միլիմետրի։ 133-րդ առաջադրանքը հակառակն ենք անելու, միլիմետրը դարձնելու ենք սանտիմետր, 50 միլիմետրը 5 սանտիմետր է, 80 միլիմետրը 8, 10 միլիմետրը 1 սանտիմետր, 90 միլիմետրը 9, 60 միլիմետրը 6 սանտիմետր և 70 միլիմետրը 7 սանտիմետր։ Այժմ 134-ն ենք կատարում, վերականգնում ենք հավասարությունները, տեսեք երեխաներ, դեցիմետրին գումարելու ենք սանտիմետր։ Այս առաջադրանքը կատարելու համար մենք կարող ենք երեխաների հետ միասին երկարության չափման միավորները նշել աճման կարգով։ Ամենափոքրը միլիմետրն է, միլիմետր, սանտիմետր, դեցիմետր, մետր։ Հետո կարող ենք նույնը ասել նվազման կարգով։ Մեր սովորած երկարության ամենամեծ չափման միավորը մետրն է, մետր, դեցիմետր, սանտիմետր, միլիմետր։ Գումարում ենք 4 դեցիմետրին 2 սանտիմետր։ Երեխաներ, սա նման է տասնյակին և միավորին։ 4 տասնյակ 2 միավորը 42 միավոր է, չէ՞։ Նույն ձևով էլ 4 դեցիմետր 2 սանտիմետրը 42 սանտիմետր է։ 2 դեցիմետր 6 սանտիմետրը 26 սանտիմետր է։ 8 դեցիմետր 3 սանտիմետրը 83, 7 դեցիմետր 7 սանտիմետրը 77 սանտիմետր է։ Նույն ձևով կատարում ենք 135 առաջադրանքը, պարզապես ոչ թե գումարում ենք դեցիմետրն ու սանտիմետրը, արդեն ունեցած 4 դեցիմետր 2 սանտիմետրը դարձնում ենք սանտիմետր, որը հավասար է 42 սանտիմետրի, 2 դեցիմետր 6 սանտիմետրը հավասար է 26 սանտիմետրի և այլն։ Անցնենք հաջորդ էջին։ Վերականգնելու ենք հավասարությունը 2 սանտիմետր 2 միլիմետր 22 միլիմետր։ Նույն ձևով նախորդ առաջադրանքի նման է, սկզբում գումարում ենք գրում արժեքը, իսկ հաջորդ առաջադրանքի մեջ 137-ի մեջ արդեն գումարված և արժեքը ներկայացված թիվը 2 սանտիմետր 2 միլիմետր երկարության չափը դարձնում ենք միլիմետր, 22 միլիմետր։ Նույն ձևով կատարում ենք մյուսները։ 4-րդը լրացուցիչ առաջադրանք է, ըստ նկարի տվյալների գրիր հարցերի պատասխանները։ Ճիշտ են արդյոք վերցրել կենդանիներն իրենց ուտելիքը։ Տեսեք, նապաստակը ինչ է վերցրել երեխաներ։ Նապաստակը վերցրել է կաղին, իսկ սկյուրը գազար։ Մենք գիտենք, որ սկյուրը սիրում է կաղին, նապաստակը գազար, այսինքն նրանք սխալ են վերցրել իրենց ուտելիքները։
Որքան ճանապարհ պետք է անցնի նապաստակը սկյուրին հասնելու համար։ Տեսեք, նապաստակը մինչև Եղևնին պիտի գա 45 մետր, Եղևնուց մինչև սկյուրը 28 մետր է։ Դրա համար 45 մետրին գումարում ենք 28 մետր եւ ստանում 73 մետր։ Կենդանիներից որն է ծառին ավելի մոտ եւ քանի մետրով։ Աչքով էլ տեսնում ենք, որ ծառին ավելի մոտ է սկյուրը։ Որպեսզի գտնենք, թե քանի մետրով է սկյուրը ավելի մոտ ծառին, քան նապաստակը, որն է ավելի հեռու, նապաստակը չէ, նապաստակի հեռավորությունից հանում ենք սկյուրի հեռավորությունը եւ հասկանում, թե քանի մետրով է ավելի մոտ սկյուրը ծառին, 17 մետրով։ Այսօր էլ այսքանը, կհանդիպենք հաջորդ դասին։